Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները Պոլիտիկիում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ շարքերում խորը անորոշություն է, ցուցակի սյունյակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել, քարոզչությամբ զբաղվել։ Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականներ լինեն, նոր հաջորդ համարները կգնան, եւ 50-ից հետո ընդգրկվածների թիվ 1 խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորների տեղավորելու հարցը։ Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց պետք է ընտրություններին բոլորը վիզ դնեն, սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում ու չեն հավատում ստելու մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանի խոստումներին։ Գիտեք, լավ է, որ քաղաքացիական պայմանագրի ներսում կան մարդիկ, որոնք ի վերջո սկսել են չհավատալ Նիկոլ Փաշինյանին, կան տեղեկություններ նաև, որ քաղաքացիական պայմանագրի 50-յակում չընդգրկված որոշ դեմքեր, որոնք այս պահին էլ խորհրդարանում են, փորձում են լեզու գտնել հիմնական ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի իշխանափոխությունից հետո իրենց գլխի ճարը այդ տեսանկյունից տեսնեն, բայց կարծում ճիշտ կլինի, որ հրապարակային իրենք ամուսնալուծվեն կամ տարանջատվեն Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հետո հնարավոր լինի նրանց, որպեսզի ժողովուրդը նրանց ներողամտորեն մոտենա։ Հրապարակ օրաթերթը գրում է. Կարեն Բրուտյանը ՊՆ փոխնախարար է 2021 թվականի օգոստոսի 13-ից, 2024-ի հայտարարագրով ունի 3 անշարժ գույք, անհատական տուն Փյունիկում, նվիրատվություն 2012 թվական, բնակարանի 1/3-ը Քանաքեռ Զեյթունում, Ժառանգություն 2017 թվականից, շինության 1/3-ը Ջրվեժում, տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Ավանդները 55 միլիոն դրամ, հաշիվները 8 միլիոն 692 հազար դրամ և 868 եվրո, կանխիկ 40,000 եվրո և 30,000 դոլար, փոխառություններ հանձնված վերադարձված 50 միլիոն 981 հազար և 35 միլիոն դրամ, երրորդ անձանց միջոցով 7 միլիոն 400 հազար դրամ, եկամուտ 27 միլիոն 864 հազար 706 դրամ, տոկոսներ, այլ եկամուտներ, 3 միլիոն 465 հազար դրամ, տոկոսներ 5 միլիոն 226 հազար դրամ, տարվա վերջի պարտավորություններ 53 միլիոն 149 հազար դրամ, մարման վճարումները 7 միլիոն 940 հազար 524 դրամ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե 1 ամիս է նիստեր չի գումարել, ըստ Արդարադատության նախարարության վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրփուի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև Սահմանադրության ընդունման կարգի փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը, թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը Սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում Սահմանադրության տեքստը չեն քննարկել և անգամ չեն տեսել։ Հպանցիկ խոսակցություն է գնացել այն մասին, թե Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ, ընտրություններից հետո կանդրադառնանք, ոչ էլ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել Սահմանադրության որևէ պատրաստի տեքստ։ Ավելին, խորհուրդը շուրջ 1 ամիս է նիստեր չի հրավիրում, թե ինչու խորհրդի անդամ Դանիել Իոնիսյանը երեկ մեզ ասաց, որ հավանաբար նախընտրական ծանրաբեռնվածությունն է պատճառը։ Իդեպ կան տեղեկություններ, որ քաղաքացիական պայմանագրի գլխավորությամբ պատրաստված այս սահմանադրական բարեփոխումների փաթեթը ուղարկված է նաև Ադրբեջան, որպեսզի ադրբեջանական կողմը, ադրբեջանի իշխանությունները Ալիևի գլխավորությամբ ևս հավանություն տան, գուցե ինչ-որ շտկումներ առաջարկեն, փոփոխություններ առաջարկեն, այնպես որ սա հենց քաղաքացիական պայմանագրի պատկերացրած ինքնիշխանությունը հենց սա է։ Դու գրում ես Ադրբեջանի պատվերով Սահմանադրության տեքստ, հետո այդ տեքստը ուղարկում ես Բաքու, որպեսզի հաստատվի այդ Սահմանադրության տարբերակը կամ փոփոխություններ առաջարկվի։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիկոլ Փաշինյանին անվանական փորագրությամբ և ընկերության տարբերանշանով ձեռքի ժամացույց է նվիրել, ժամացույցի արժեքը 45,000 դրամ է։ Նվերը հանձնել են սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության 2025 մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր սպորտի միջազգային օրվան նվիրված։
Փաստ օրաթերթը գրում է. Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների եւ ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց եւ մոտեցում Եվրոպային շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակարգերի եւ անորոշության անվերջ շրջապտույտի։ Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում եւ վիզային կենտրոններում հերթագրվել է գրեթե անհնար է դարձել։ Այս թեմային մենք անդրադարձել ենք դեռևս անցյալ տարի, սակայն անցած 7-8 ամիսներին ոչ միայն իրավիճակը չի փոխվել, այլև ամեն ինչ ավելի է բարդացել։ Մարդիկ շաբաթներով, երբեմն ամիսներով փորձում են գրանցվել, այսպես ասած ժամ վերցնել, բայց ապարդյուն։ Կամ օրերով ժամ չի բացվում, կամ բացվելիս դրանք սպառվում են վայրկյանների ընթացքում։ Իսկ միշտորդների շուկան ինչպես միշտ ավանգարդում է, վերածելով գործընթացը լրացուցիչ բեռի։ Ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական մակարդակում խրախուսվում է վիզաների ազատականացման մասին, բայց տեխնիկապես ու ֆիզիկապես քաղաքացին վիզայի համար նույնիսկ դիմելու հնարավորություն չունի։ Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս հերթերը, էլեկտրոնային հերթագրումները դարձել են մի առանձին բիզնես ճյուղ եւ վերջերս ինքս էլ ականատես եղա, թե ինչպես մարդիկ քննարկում էին երկար ժամանակ մեքենաների այդ գրանցման այդ պետակ ոստիկանության հետ կապված հաստատությունում հերթեր էին եւ մարդիկ իրար մեջ քննարկում էին, որ կարելի է հերթը առաջ տալ 10,000 դրամով։ Հետո հետաքրքրվեցի, պարզվեց, որ այդ էլեկտրոնային հերթագրումներով մարդիկ անսահման այսպես հերթագրումներ են անում, հետո գնում են տեղում դրանք վաճառում են մարդկանց, ովքեր շտապում են եւ ուզում են արագ իրենց գործարքն անել ու հեռանալ այդ տարածքից։ Սա կարծում բիզնեսի նոր ճյուղ է, ԿՊ-ն պիտի իր նախընտրական ծրագրում գրի, սրանք եւս աշխատատեղեր են եւ սրանց մասին եւս պետք է արձանագրում արվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով այսօր հայրենի կառավարությունը մի ուշագրավ որոշում պետք է կայացնի։ Մենք տեղեկացանք, որ նիստում կքննարկվի եւ ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որով կդադարեցվի Գրիգոր Արթուրի Հարությունյանին տրամադրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը։ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն նախաձեռնությունը մշակվել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N383 որոշման 12-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 2026 թվականի մարտի 13-ի հրամանի եւ Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի համապատասխան գրության հիման վրա։ Հիշեցնենք, որ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N1293A որոշմամբ Գրիգոր Արթուրի Հարությունյանին ծնված 2006 թվականի փետրվարի 22-ին տրամադրվել էր տարկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը 2028 թվականի ամառային զորակոչը։ Տարկետման հիմքը եղել էր նրա ընդունվելը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Ահա տեսեք կառավարությունը ինչ կարևոր հարցերով է զբաղվում, կարծում սա այս հարցը պիտի շատ երկար քննարկվի կառավարության նիստում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ Թալինի ԿՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին որոշել են պատժել, քանի որ դա լավ չի ընկալվի ժողովրդի կողմից։ Մեր տեղեկություններով ԿՊ-ական համայնքապետի դեմ հաղորդման ընթացք է տրվել։ Ուսումնասիրությունից հետո պարզ կլինի քրվարույթ նախաձեռնում են, թե ոչ։ Բանն այն է, որ այն ինչում մեղադրում են ընդդիմադիրներին, մի քանի անգամ ավելի վատ եւ ապացուցված փաստերով արել է Տավրոս Սափյանը, նա նախընտրական փուլում սոցիալական աջակցության անվան տակ համայնքի բնակիչներին ավելի քան 11 միլիոն դրամի ընտրակաշառք է բաժանել, որի մասին դիտորդական կազմակերպության ահազանգից եւ դատախազություն ուղարկված հաղորդումից հետո համայնքապետը ցինիկ պարզաբանում տարածեց, թիրախավորելով լրատվամիջոցներին։ Կյանքի ծանր պայմաններում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելը, ընտրակաշառք որակելն առնվազն անբարոյականություն է, լավագույն դեպքում ակնհայտ անտեղյակություն։ Այ թերթոններ, որտեղ եք այս 4 տարիների ընթացքում, երբ ես եւ իմ թիմն ամեն օր աշխատել ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր համայնքի բնակիչները դժվար պահին միայնակ չմնա։ Տավրոս Սափյանը Նիկոլ Փաշինյանի ԿՊ ցուցակի 61-րդ համարն է, հետևաբար այս շրջանում իրավունք չունի նաև սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին։ ԿՊ-ում կարծում են, որ նրան պետք է առնվազն հեռացնել նախընտրական ցուցակից։ Հետաքրքիր է, Սափյանը այնպես է խոսում, կարծես թե իր հոր փողերն է բաժանել ժողովրդին կամ պապուց մնացած ժառանգությունը
գուցե ինչ որտեղ փորված ոսկին են հանել, սկսել են ժողովրդին բաժանել, լավություն անել։ Պետական միջոցներ են, համայնքային բյուջե է, համայնքի բնակիչներից վճարած հարկերից, տուրքերից, հա, այլ վճարներից ձևավորված կամ կառավարությունից համապետական բյուջեից տրված միջոցներից եւ հորդ փողերը չի որ մի հատ էլ թերթերին թիրախավորեք, թե բա ինչու եք իրենց իրենք գործ են անում, իսկ դուք թիրախավորում եք։ Սա ակնհայտ ընտրակաշառք է։ Եթե իշխանությունները չեն պատժում այս անձին եւ չեն պատժում այն համայնքապետերին, ԿՊԱ-ականներին, որոնք ընտրակաշառքի մեջ թաթախված կլինեն, ապա նշանակում է, որ ընտրակաշառքը չէ, որ իրենց համար մերժելի է, այլ իրենց համար վտանգավոր է, երբ բարեգործությամբ, որին իրենք ընտրակաշառք են ասում, զբաղվում են ընդդիմադիր գործիչներ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48